Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Հայրիկյան, նշեցիք, որ արդեն ամփոփում եք ձեր այս հավաքը, բայց դուք պահանջել եք նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչու այդ հանդիպումը տեղի չունեցավ։ Չէ, մենք չէինք պահանջել, մենք իրեն հնարավորություն էինք առաջարկել, որ դու կարող ես հնարավորություն ունենալ եւ մեր հավաքի ընթացքում նաև լրատվամիջոցների օգնությամբ քաղաքացիներին բացատրել, թե մենք ինչ հարցում ենք սխալ։ Այսինքն այնպես չի էլի, որ մենք քեզ դատապարտում ենք, համարում ենք, որ դու անձավոր դրսևորումներ ես թույլ տալիս, բայց դու պաշտպանվել չես կարող։ Այդ սովորական իրավահավասարության դրսևորում է, այդպես ասեմ։ Այսօրվա մեր նպատակը շատ պարզ էր, շատ հասարակ։ Մենք ուզում էինք, որ ինքը գիտակցի, որ իր այդ խաբեբայությունները, որոնց նկատմամբ քաղաքական ուժերը անտարբեր են, կամ իր դաշնակիցն են, կամ իր կողմից վախեցված կամ գնված են, դա չի տարածվում բոլոր քաղաքական գործիչների վրա, եւ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 3 օր հետո դատախազությունը պետք է ստիպված լինի արդեն այո կամ ոչ ասել, որովհետեւ չի կարող անընդմեջ խուսանավել։ Մենք հստակ ներկայացրել ենք, անառարկելի ներկայացրել ենք կոռուպցիոն հանցագործությունների փունջը, եւ այնպես չի, որ մի բան է, եւ այնտեղ կա ինքնիրավչություն, իշխանության չարաշահում, ապօրինի վարձատրություն, այդպես ասեմ։ Այս բոլորը քրեորեն հետապնդելի են։ Եվ եթե դատախազը փորձի խուսանավել, նշանակում է ինքն է դնում իրեն պատասխանատվության տակ։ Եվ դա այնպես չի, որ պետք է այսօր լինի։ Դրանք այնպիսի հանցագործներ են, որ 10 տարի հետո էլ կարող են դրա համար պատասխան տալ։ Մենք այսօրվա մեր անելիքը արեցինք, շնորհակալ եմ, որ եղան ազնիվ լրատվամիջոցներ, որ նաև լուսաբանեցին, ձեզ նույնպես շնորհակալություն։ Իսկ հաջորդը արդեն դատախազության դիմաց ուրբաթ օրը այնտեղ մի քիչ շուտ ենք սկսում, 15 րոպե շուտ նախատեսված է 1 ժամով, բայց ցույցը, գիտեք, ցույցը մնում է ցույց։ Դուք ո վերաբերմունքը ցույց ես տալիս, թող հետո իրենք մտածեն։